Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել։ Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինն ու Լվովա-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ։ Ավելի վաղ ՄԱԿ-ի քննչական հանձնաժողովը հայտարարել էր, որ ուկրաինացի երեխաներին Ռուսաստանի տարածք արտաքսելը կարող է համարվել ռազմական հանցագործություն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ուրբաթ հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ակնհայտորեն ռազմական հանցագործություններ է կատարել եւ միջազգային քրեական դատարանի որոշումը նրան ձերբակալելու մասին արդարացված է։ Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղար Պեսկովն այս առիթով հայտարարել է, որ Ռուսաստանը չի ճանաչում միջազգային քրեական դատարանի իրավազորությունը։ Ֆրանսիայի խորհրդարանի ձախ ուժերի խմբակցությունը նոր ժողովրդական էկոլոգիական եւ սոցիալական միությունը հավանություն կտա հանրապետության կառավարությանն անվստահության քվե հայտնելու առաջարկին։ Այս հայտարարությունը նախորդել էր Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբետ Բորնի հայտարարությունը, որ կառավարությունը որոշել է կենսաթոշակային բարեփոխումներն անցկացնել շրջանցելով խորհրդարանում քվեարկությունը։ Մելանշոնը նաև հավելել է, որ երկրի բնակիչներին կոչ է անում մասնակցել ինչպես ինքնաբուխ, այնպես էլ արհմյութենական կենտրոնների կողմից կազմակերպված կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներին։